Ինչ դիրքորոշում է ներկայացրել Վրաստանը Բրյուսելում վիզային երկխոսության շրջանակներում կայացած հանդիպմանը, սա բացատրել է ներքին գործերի նախարարությունը։ Քննարկման թեման եղել է Եվրահանձնաժողովի 2026 թվականի մարտի 6-ի գործադիր կարգադրությունը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրերի տերերի համար վիզային ազատման ժամանակավոր կասեցման վերաբերյալ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Եվրոպական հանձնաժողովի վերոնշյալ որոշումը հիմնված է Վրաստանում ստեղծված իրավիճակի կողմնակալ գնահատական տվող զեկույցի վրա, որը ինքնին թույլ չի տալիս պատշաճ և օբյեկտիվ եզրակացություններ անել։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության կարծիքով Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերերի համար վիզային ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցնելու մասին անբավարար հիմնական հիման վրա կայացած որոշումը անարդար է։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շեշտում է, որ Վրաստանի սահմանադրությունը և գործող օրենսդրությունը ապահովում են քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, այդ թվում խոսքի, հավաքների և դրսևորումների, միավորումների, անձնական կյանքի անձեռնմխելիության և հավասարության իրավունքը։ Արտաքին գործերի նախարարը մանրամասն մեկնաբանություն է արել հանդիպման վերաբերյալ և վարչապետը նույնպես արձագանքել է հարցին։ Թբիլիսիում գնահատում են վիզային հարցերով վրացական կողմի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների միջև եղած հանդիպումը։ Ընդդիմության մի մասը ցավալի է համարում, որ բարելավման փոխարեն նմանատիպ իրավիճակ է ստեղծվել վիզաների հարցում։ Ժողովրդական իշխանությունը դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար վիզաների դադարեցումը քաղաքական որոշում է համարում և նշում, որ նշված հանդիպումը պայմանավորված է նրանով, որ Եվրոպական հանձնաժողովը կազատվի ստեղծված փակուղուց։ Մյուս կողմից իշխող թիմը հույս է հայտնում, որ Եվրամիությունը կփոխի իր անարդար վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ։ Վրաստանը Ղրղըզստանը համարում է ոչ միայն կարևոր և հուսալի գործընկեր, այլև բարեկամ պետություն։ Այս հայտարարությունը արել է Իրակլի Կոբախիձեն Ղրղըզստանում։ Այցը ունի երկու ուղղություն՝ առևտրատնտեսական կապերի խորացում և միջազգային ձևաչափերով համագործակցության ամրապնդում։ Պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել երկկողմ փաստաթղթերի ստորագրում, որից հետո Սադիր Ժաբարովը և Իրակլի Կոբախիձեն համատեղ հայտարարություններ են արել։ Ասվել է, որ սա պատմական այց է, որը նոր թափ կհաղորդի վրաց-ղրղըզստանական երկկողմ հարաբերություններին։ Գախարիայի կուսակցությունը նախաձեռնելու է Վրաստանի համար նոր օրենքի նախագիծ։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Գիգա Փարուլավան։ Կուսակցությունը հայտարարում է, որ հավաքների և ցույցերի մասին Վրաստանի օրենքում կատարված փոփոխությունները և այդ փոփոխություններով սահմանված պատիժը անհամաչափ է, ինչը էապես սահմանափակում է հավաքների ազատությունը և ազատ արտահայտման սահմանադրական իրավունքի իրականացումը։ Հետևաբար նրանց կողմից ներկայացված օրինագիծը նպատակ ունի լիովին վերականգնել մինչև 2024 թվականը գոյություն ունեցող իրավական քվոն և վերացնել սահմանված խոչընդոտները, այսպիսով ապահովելով բողոքի իրավունքի արդյունավետ պաշտպանությունը։ Կուսակցությունը կարծում է, որ այս ստատուս քվոյին վերադառնալով կվերականգնվի սահմանադրական հավասարակշռությունը։ Նախաձեռնությունը գնահատվում է նաև քաղաքական սպեկտրում։ Ազգային շարժումը պնդում է, որ նախաձեռնությունը ներկայացնելուց առաջ Գախարիայի թիմը պետք է ընդունի անցյալի սխալները և պատասխանատվություն կրի հունիսի 20-ի միջադեպի համար։ Խորհրդարանական մեծամասնության մեջ հակառակորդներին հիշեցնում են մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մասին։ Նրանց կարծիքով Գախարիայի թիմի անդամների կողմից բողոքի իրավունքի մասին խոսելը ցինիկ է, քանի որ Ստրասբուրգի դատարանը պետությանը հանձնարարել է արդյունավետ հետաքննություն անցկացնել 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձությունների ժամանակ ուժի չափազանց կիրառման փաստերի վերաբերյալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարում է, որ Իրանի հետ պատերազմը ավարտվել է և ԱՄՆ-ն գերազանց համաձայնության է եկել Իրանի հետ։ Փաստաթուղթը կարող է ստորագրվել այս շաբաթվա վերջին Եվրոպայում և Հորմուզի նեղուցը կբացվի համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո։ Դոնալդ Թրամփի խոսքով Իրանը համաձայնել է, որ երբեք միջուկային զենք չի ունենա, և սա Միացյալ Նահանգների գլխավոր նպատակն էր։ Երբ լրագրողը հարցրեց, թե արդյոք Իրանի գերագույն առաջնորդը համաձայնել է համաձայնագրին, Թրամփը պատասխանեց. «Ինչքան ես գիտեմ, պատասխանը այո էր»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էմմայ Սիլբաղին ասում է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հնարավոր համաձայնագրի մասին հաղորդագրությունները այս փուլում միայն ենթադրություն են եւ որ վերջնական համաձայնագրի դեռևս գոյություն չունի։ Նրա խոսքով տեքստի մեծ մասը արդեն համաձայնեցված է, բայց վերջնական փուլում Միացյալ Նահանգները ունի չափազանց մեծ պահանջներ եւ ավելացնում է նորերը։ Իսրայելի վարչապետի գրասենյակի տվյալներով Բենյամին Նեթանյահուն եւ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Իրանի հետ ընթացող բանակցությունների եւ սպասվող համաձայնագրի շուրջ։ Ինչպես նշում է հայտարարության մեջ, Իսրայելը վերոնշյալ փոխըմբռնման հուշագրի կողմ չէ։ Այնուամենայնիվ Նեթանյահուն շնորհակալություն հայտնեց Թրամփին իր այն պարտավորության համար, որը բանակցությունների ավարտից հետո համաձայնագիրը պետք է ներառի Իրանի հարստացված միջուկային նյութի ոչնչացումը, հրթիռների արտադրության սահմանափակումները եւ տարածաշրջանում Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումների աջակցության դադարեցումը։ Այսօր Դինամո արենայում տեղի կունենա Քանյե Ուեսթի համերգը։ Շոուն կսկսվի ժամը 21:00-ին, իսկ դռները կբացվեն ժամը 4-ից։ Դինամո արենայի շրջակա տարածքում երթևեկությունը սահմանափակված է։ Որոշ փողոցներ արդեն փակ են։ Թբիլիսիի քաղաքապետի տվյալներով Ծերեթելի պողոտան ամբողջությամբ փակվել է ժամը 13:00-ից։